Պարոն Հակոբյան, դուք Կիրակի օրը Չարենցավանում Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում եք պատարագի։ Ըստ ձեզ, ենթադրում ենք, որ նաև միացել եք Նիկոլ Փաշինյանի թեզերին, որ պետք է վեհափառը հեռանա եւ վեհարանը պետք է ազատենք։ Ճիշտ է։ Նոր չեմ միացել, ես հենց սկզբից թեզերը առաջի անգամ, երբ հրապարակայնորեն, նաև ոչ հրապարակայնորեն, երբ խոսացվել է դրա մասին, ես ի սկզբանե ակունքներում եմ եղել եւ այդ ձևակերպումը ես կարծում եմ շատ տեղին է եւ շատ հստակ եւ այն կոչվում է Հայոց Առաքելական եկեղեցու բարենորոգման ծրագիր։ Շատ լավ, այդ ինչ էր արել Առաքելական եկեղեցին, որ պետք է բարենորոգվեր, պարոն Հակոբյան։ Ինչու եք դեմ դուրս եկել վեհափառին։ Շատ լավ հարց եք տալիս, շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Ասեմ ինչ է արել։ Նախ երբ որ մենք խոսում ենք եկեղեցու մասին, ես կուզեմ, որ մենք խոսենք անձերի մասին, ոչ թե եկեղեցու, որովհետև հոգևորականը, մեկ հոգևորականը, դա չի նշանակում ամբողջ եկեղեցին։ Սա ես ուզում եմ արձանագրեմ։ Եվ Կտրիշ Ներսիսյանը չի նշանակում Հայ Առաքելական եկեղեցի։ Ինչի չի նշանակում, շատ պարզ, որովհետև նա խախտել է կուսակրոնության ուխտը, նա խախտել է եկեղեցու կանոնագիրքը ամբողջությամբ, ինչքան հնարավոր բան կա խախտելու, իմ կարծիքով նա խախտել է։ Եվ երկրորդը, եւ ինձ համար նաև անսպասելին, դա այն է, որ ինքը չի ծառայում եկեղեցուն, չի ծառայում պետականության պահպանմանը, չի ծառայում անկախության եւ ինքնիշխանության պահպանմանը եւ հետեւաբար չի ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ ժողովրդի պետական կենսական շահերին։ Դուք ուզում եք Եվ սա է պատճառը, որ մենք ընտրել ենք հանրությանը, մեր քաղաքացիներին, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին առաջարկելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին բարենորոգելու օրակարգը։ Նայեք, ձեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ձեր թիմը բարենորոգում է եկեղեցին ասելով, թե վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը, բայց բարենորոգում է օրինակ այնպիսի քահանաներով, որոնք հայտնի են օֆշորներում բիզնեսներ ունենալով։ Օրինակ ես ձեզ հենց հիմա ասում եմ, որ Քաջոյանով պետք է բարենորոգվի եկեղեցին։ Հիմա ասում եմ, որ ցավոք սրտի Կտրիչ Ներսիսյանը ունեցել է այլ քաղաքական արտաքին օրակարգ, իսկ պետությունը եւ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեցել են այլ արտաքին քաղաքական օրակարգ։ Հիմա այս կոնտեքստում արդյոք պետք է նա շարունակի լինել վեհափառ, թե ոչ։ Հիմա գամ ձեր հարցին։ Դուք Կճոյանի անունը տվեցիք։ Ես գիտեք հեռու եմ այն մտքից, որ մարդը կարող է այնպես ապրել, որ ոչ մի մեղք չգործի եւ այնպես ապրել, որ լրիվ ամբասիր վարք ունենա։ Ես իհարկե չգիտեմ ինչի։ Ես իհարկե չգիտեմ։ Դրա համար եք Չարենցավանում ապաշխարում։ Ես հիմա չգիտեմ, դուք ինչի եք Կճոյանի անունը միայն տալիս։ Բայց ես ուզում եմ նշել, որ այս ամբողջ process-ին ի սկզբանե միացած են եղել թվով 10 եպիսկոպոսներ եւ քահանաներ, բազմաթիվ եւ այլն։ Ես գիտեք, ես չեմ ուզում, որպեսզի մենք թվային բնորոշում տանք այդ ամեն ինչին, սա մի գործընթաց է, որը կապ չունի քանակի հետ մարդկանց եւ հոգեվորականներ։ Սա մի գործընթաց է, որը կոչվում է եկեղեցու բարենորոգման գործընթաց։ Հիմա ես ձեզ որպես առաքելական եկեղեցու հետևորդ հարց եմ տալիս. ինչ եք կարծում
եկեղեցին ունի բարենորոգվելու կարիք թե չէ։ Օրինակ ես կարծում եմ, որ ունի։ Ես կարծում եմ, որ ունի եւ հավատացած եմ եղել դրանում ոչ թե միայն հիմա, այլ տարիներով։ Միայն վեհապարի հեռացմամբ եկեղեցին կբարենորոգվի։ Իհարկե ոչ։ Իհարկե կանելու։ Ես կարծում եմ, որ բազմաթիվ օրենքներ կան եկեղեցում գործող, նաև հարյուրամյակներով գործող օրենքներ կան, որոնք ներկայիս պայմաններում պետքա փոքր-ինչ վերանայվեն, եւ ես կարծում եմ, ես ընդհանրապես մի օրինակ կարող եմ բերել, մի քիչ լավատեղյակ մարդ էլի։ Տեսեք, երբ որ մենք տենց երկար տարիներ առաջ ավարտում էինք դպրոցը եւ կային մարդիկ, որ ցանկություն ունեին ճեմարան ընդունվելու, այն ժամանակ գործում էր երկու ուսումնական հաստատություն եկեղեցում, այսինքն հայաստանյան, ինչից որ մենք տեղյակ էինք, ինչով որ հետաքրքրվում էինք, դա Էջմիածնի ճեմարաններ եւ Սևանի ճեմարաններ, եւ ես ձեզ ուզում եմ ասել, որ այդ թվերին ես շատ լավ տեղյակ եմ, էլի, այդ ամեն ինչից, այնպիսի մեծ կոնկուրս կար դիմորդների երիտասարդների, ովքեր որ ցանկանում էին դառնալ հոգևորականներ, սարկավակներ, տերայրեր, որ ենթադրենք Էջմիածնի ճեմարանում, որ չէր հերիքում տեղերը ուսանելու, գնում էին Սևանի ճեմարան կամ այն հատվածներից Հայաստանի, որտեղ որ հարմար էր։ Իսկ հիմա գիտեք, քանի դիմորդ կա։ Դուք ունեցել եք ցանկություն, եկեք մի հատ գիտեք, քանի դիմորդ կա ճեմարան ընդունվելու։ 0, տարյալինում 0, տարյալինում 1, տարյալինում 3։ ունեցել եք ցանկություն։ Ես ինչի եմ սրա մասին ձեր հետ խոսում, որովհետև ես լավատեղյակ եմ, իսկապես լավատեղյակ եմ, եւ ինչ ենք մենք հասել այս իրավիճակին, որ մեր քաղաքացիներ չեն ուզում էլ հոգևոր ծառայությամբ զբաղվել, հայերը չեն ուզում հոգևոր ծառայությամբ զբաղվել։ Սա խոսում է նրա մասին, որ եկեղեցին պետքա բարենորոգվի, չէ։ Եվ կտրիչ Ներսիսյանով եկեղեցին չի կարող գնալ բարենորոգման։ Հիմա ինչ ենք արձանագրում։ Դեգրադացված է ամբողջ, ես ընդ որում շատ բովանդակային բաներ եմ հիմա ձեզ ասում, ես չեմ ասում, որ ինչ որ մեկը, որ միայն խախտել է բան, ես ձեզ հիմա բովանդակային պատասխանում եմ ձեր հարցին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ղեկավարում է մարդ, որի օրոք ուղղակի հոգևորականներ, մարդիկ չունեն ցանկություն դառնալու հոգևորական։ Հավատքը մարդկանց մեջից այնքան է դուրս եկել, որ մարդիկ չեն ուզում դառնալ հոգևորական։ Ես ճանաչում եմ բազմաթիվ հոգևորականների, որոնք ուղղակի դուրս են եկել եկեղեցուց։ Եվ որևէ մեկը չի կարող նրանց վարքի մասին ինչ-որ մարդ ուղղակի դուրս է եկել եկեղեցուց։ Մենք ունենք եկեղեցու առաջնորդ, ով ունի այլ քաղաքական օրակարգ, արտաքին, շատ վտանգավոր արտաքին քաղաքական օրակարգ, որը չի ծառայում Հայաստանի Հանրապետության պետական շահին եւ հայ ժողովրդին։ Շատ լավ կետի հանգեցիք, ներողություն, պարոն Հակոբյան։ Ասում են նաեւ վեհապարի դեմ այս քաղաքական արշավը եւ իշխանության թիրախավորումը սկսել այն բանից հետո, երբ որ վեհապարը պաշտպանել է օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Արդյոք դա հիմք է հանդիսացել, որ դուք կանգնեք Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ես ձեզ հիմա մի հատ դրվագ եմ ասում, որին ես եմ ականատես եղել։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի երթմնակալության արարողությանը վեհապարը ժամանեց այնտեղ։ Ես եւս ներկա էի եւ գիտեք ես ինչ ելույթի ականատես եղա։ Ես տարակուսած եմ մինչև այժմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը, որ եկել է ընտրված նախագահի, ընդ որում լեգիտիմ process է, չէ՞։ Ոչ մեկ չի բողոքարկել, ոչ մեկ լեգիտիմ process է, չէ՞։ Երթմնակալության արարողությանը այնպիսի քաղաքական ընդդիմադիր ելույթ ունեցավ, ընդդիմադիր ելույթ, որ ես ինքս ինձ հարց եմ տվել։ Հիմա ես անկեղծ իմ մտքերով ձեր հետ կիսվում եմ։ Ես ինքս ինձ հարց եմ տվել, լավ ինչի համար։ Դա քաղաքական ամբիոն չի, դա ազգային ժողով չի, դա միտինգ չի։ Ես հիշում եմ, որ ինչ էր ասել կոնկրետ։ Հիմա չեմ ուզում ինչ որ մտնենք տարիներ առաջ եղած, որ ցիտեմ եւ այլն, բայց ընդդիմադիր ելույթ ունեցավ, որը իմ տպավորությամբ ընդդիմադիր ելույթ ունեցավ, որի համար ես չունեմ բացատրություն, որտեվ դա լրիվ այլ բանի մասին էր։ Երկրորդը, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մի քանի ամիս առաջ այստեղ մարդու ձեռքի մատեր կտրվեցին
ցավոք սրտի որ գործողությունների հետևանքով Հունիսի 12-ին ազգային ժողովում ասենք որ մեր հետևորդներ որ այդ գործընթացը այսպես ասած ոնց որ օրնված էր կաթողիկոսի կողմից։ Պարոն Հակոբյան, եկեք այդ մի խառնեք, քանի որ այդ նույն պահին հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով հենց ազգային ժողովի նիստերի դահլիճից հնչեց հրաման։ Ես ավարտեմ, դուք շարունակեք։ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Ես միտքս ավարտեմ, դուք շարունակեք։ Դեմ չեմ, որ դուք եւս ունենաք կարծիք, այլ կարծիք, բայց ես ավարտեմ հիմա, դուք հետո շարունակեք։ Հիմա տեսեք։ Այդ շարժման առաջնորդը որ հետո հայտը արեց իր սառեցվածության մասին։ Այդ շարժման առաջնորդը ասում էր, որ մենք գործում ենք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի սրբագույն օրհնությամբ եւ ամեն օրվա կապի մեջ ենք եւ ներկայացնում ենք եւ այլն։ Այսինքն, այստեղ էլ մենք պետք է արձանագրենք, որ եկեղեցին խախտել է նաեւ մեկ այլ եկեղեցական կանոնագրքում գրված օրենք եւ զբաղվում է ոչ եկեղեցական գործերով։ Հիմա եւ դա էլ դարձավ պատճառ, ոչ։ Հիմա գամ այլ մի հատ թեմայի, որը ավելի ես չգիտեմ դրան ոնց անվանեմ, երբ որ կար հոգեվորական, որի ձայնագրությունները հայտնվեցին եւ հետո երեք օրինակ այդ ձայնագրությունը Արշակ Սրբազանի հետ կապված, որ ես տեսել եմ, իմ մոտ անկեղծորեն առաջի միտքը եղել է, որ սա չի կարող ուղղակի իրականություն լինի եւ ես իմ մտքում մտածել եմ, որ պետքա, այսինքն ես չեմ ուզում հավատամ, որ դա կարա այդպես լինի։ Ես հիմա չեմ ուզում մանրամասնեմ դերակատարների մասով ինչ-որ որակումներ տամ, որովհետև ես նույնիսկ դրա մասին խոսալուց անհարմար եմ ինձ զգում, բայց օրինակ ես չեմ ուզեցել, որ հավատամ, որ ընդհանրապես այդպես բան կարա տեղի ունենա։ Բայց հիմա ես ձեզ հարց եմ տալի, այդ մարդը դիվանապետն էր, չէ՞։ Այն մյուս բաները, որ չգիտեմ ինչի մեջ է մեղադրվում, ես չգիտեմ այդ մանրամասները, բայց ես ձեզ հիմա հարց եմ տալի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դիվանապետի մասին ենք, չէ՞ խոսում։ Հիմա ձեզ որպես լրագրող եւ որպես մարդ, որ նաեւ առաքելական եկեղեցու հետևորդ հարց եմ տալիս։ Հիմա եկեղեցին պետքա բարենորոգվի, թե չէ։ Պարոն Հակոբյան, այստեղ հարցեր ես եմ տալիս։ Արգումենտը շատ լուրջ է, էլի, դուք չեք կարա սրան հակափաստակ բերեք, դուք հիմա պետքա համաձայնվեք իմ հետ, դուք հիմա պետքա, նոր դուք փաստակներով եք զբաղված, եւ հիմա դուք այլ կարծիք եք արտահայտում, ասում եք հունիսի 12-ին բան, բայց ես ինչ եմ ձեզ ասում, սա այդ եկեղեցու մասին է խոսքը, չէ, եւ հիմա դուք չեք կարող հակափաստակ իրավական պայթյունների արդյունքում ձեռքը կորցրած մարդու համեմատում եք եկեղեցական։ Ես ասում եմ, որ այդ շարժման առաջնորդը ասում էր, որ այդ ողջ process-ը օրնված է եւ իր կողմից, իր օրնության, ասում էր ամենայն հայոց կաթողիկոսի կողմից մենք օրնված շարժում ենք սկսել։ Այն մեկն էլ ասում էր այդ վիդեոները, որ կա, այդ էլ միգուցե այդ էլ է օրնված ամենայն հայոց կաթողիկոսի կողմից միգուցե օրնված է, դա նորմալ է, որ մարդը դիվանապետը, չգիտեմ ինչով է զբաղված։ Եվ ինչի եմ ես սա ասում, որովհետև այս ամեն ինչից հետո Կտրիշ Ներսիսյանը ասում էր, որ բանա մեծապատիվ Արշակ Սրբազանը բաներ էր էլ ինքը ասում։ Եվ այս մարդիկ ասում էին լսի, այդ 10 հոգևորականներ, այդ խմբում, ինքը խումբ էր ստեղծել, իր խմբի արձանագրությանը չէր բանանում։ Հիմա հարց եմ ձեզ տալիս, եկեղեցին պիտի բարենորոգվի, թե չէ։ Իհարկե պիտի բարենորոգվի։ Հիմա երեկվա հետ կապված, այո, եղել ենք Չարենցավանում, իմ առաջի այցը չի եղել, ուղղակի ես երևի առաջի անգամ եք նկատել, երևի կաշխատեմ ավելի հաճախ լինեմ, որ հստակ արձանագրվի, որ Իսկ ձեր որ մեղքերի համար էիք ապաշխարում։ Գիտեք, ես աստծի հեռու եմ այն մտքից, որ մարդ չկա, որ մեղք չունենա, այդ թվում նաև դուք, ձեր հարգարժան օպերատորը, ես կարծում եմ նաև ձեր թերթի
ղեկավարությունը, ես Եկեք ձեզնից խոսենք, պարոն Հակոբյան։ բայց Ինչ որ բան արել եք, որ այդպես աստծուց ներողություն եք խնդրում, որ ձեզ պետքա պարտադիր ների դրա։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս մեղավոր ենք եւ մենք պետքա օգտագործենք բոլոր այն առիթները։ Այո, իհարկե, եւ ես երևի թե ճիշտ չի լինի, որ իմ մեղքերի մասին խոսեմ ձեզ հետ համայն հայության աչքի առաջ, բայց ես կարծում եմ, որ դուք էլ օրինակ մեղք ունեք, որպես լրագրող, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ դուք էլ պետք է միանաք բարենորոգման, եկեղեցու բարենորոգման օրակարգին եւ ինքներդ էլ պետք է հաճախ գնաք պատարագի, այնտեղ մեղքերի թողություն անեք, շփվեք հոգեվորականների հետ։ Պարոն Հակոբյան, շնորհակալություն, չենք խոստանում, որ միանանք բարենորոգման, բայց անպայման գնացեք մեղքերի։ Ամեն դեպքում գնում ենք, այո, Ես օրինակ ձեզ չեմ տեսել։ Որտեղ մենք նույն եկեղեցի հաստատ չենք գնում, պարոն Հակոբյան։ Բայց ինչ կապ ունի, եկեղեցին ինչ կապ ունի։ Ասում եմ նույն եկեղեցի չեն գնում, դրանից էլ չեք տեսել։ Հա դե ուրեմն ես տարբեր եկեղեցիներում եմ լինում։ Լավ, շատ լավ։ Պարոն Հակոբյան, դուք առաջադրվել եք 2026 թվականի նախընտրական ցուցակում լինելու համար։ Այո։ Իսկ ընտրել է թիմը ձեզ։ Այո։ Իմ տեխնատությունը հաստատվել է։ Ես գիտեմ, որ ինչ որ տարբեր ասեկոսներ կար, բայց այո, իմ տեխնատությունը հաստատվել է վարչության կողմից եւ առաջիկայում process-ների մասնակից եմ լինելու։ Այս 5 տարիների ընթացքում ինչ կիսատ գործ ունեք, որ պետքա հաջորդ գումարման ազգային ժողովում ընտրվելու դեպքում շարունակեք այդ գործը։ Ես կարծում եմ, որ այս վերջին 5 տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը իսկապես շատ բան է հաջողվել անել եւ ամենակարևոր բանը, որ մեզ հաջողվել է, դա խաղաղության օրակարգն է։ Ես օգտվելով նաեւ առիթից հիմա կոչ եմ անում բոլորին, խնդրում եմ, որպեսզի մենք սրբորեն պահենք ու պահպանենք խաղաղության օրակարգը, մի օրակարգ, որը հնարավորություն է տալու մեզ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես հայ ժողովուրդ ապրելու, ունենալու պետություն, պետականություն եւ լինելու անվտանգ եւ պահպանված սեփական պետության սահմանների ներսում։ Եթե չընտրվեք 26 թվականի ընտրությունների արդյունքում ինչ եք անելու։ Որոշողը ինչ որ բան կգտնեմ անելու, որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, թե ով կլինի իշխանություն, կուսակցության ներսում որոշողը ԿՊ կուսակցության անդամներն են, այս բանին դեռևս չգիտեմ, եթե չընտրվեմ ինչով եմ զբաղվելու, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ինչ որ բան կգտնեմ զբաղվելու, որևէ խնդիր չեմ տեսնում, կարևորը արձանագրվի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ արտահայտումը եւ որևէ մեկը ով ուզում է ինքը լինի, որևէ կերպ չկարողանա խեղաթյուրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությունը։